Տիկին Բաթոյան, ես կիսում եմ ամբողջությամբ ձեր մտահոգությունները եւ միանում եմ այն խնդիրների բարձրաձայնմանը, որը քիչ առաջ նշեցիք, իսկ հիմա կխոսեմ կոնկրետ խնդրի մասին, որը ցույց է տալիս, թե օրինակ փնթի կառավարումը եւ սուտն ու մանիպուլյացիան ինչ հետևանքներ կարող են ունենալ կոնկրետ բազմահազար քաղաքացիների համար։ Համաշխարհային պրակտիկայում թվայնացումը գաղտնիք չի, որ թեթևացնում է պետական վարչարարությունը, կրճատում է փաստաթղթային պահանջները, դրանց հավաքման ներկայացման վրա կատարվող ծախսը։ Պարզվում է Հայաստանում այս պարզ կանոնը գործում է հակառակ տրամաբանությամբ։ Օրերս առերեսվեցի նման կոնկրետ եւ տարածված մի դրսեւորման։ Խոսքը վերաբերում է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի տոմսային համակարգին, այսքան չարչրկված։ Նախ պարզվում է դպրոցական երեխաների համար 20% արտոնություն ստանալու համար պետք է այդ երեխայի ծննդականի թվայնացում, որը չեն արել, ավելին իրենց այդ պարտականությունը դրել են ծնողների վրա։ Հետևանքը, ուրեմն կետերով, էլեկտրոնային եղանակով չես կարողանում այդ տոմսը ձեռք բերել, արդեն ասեցի ինչ պատճառով։ Ստիպված գնում ես քո բնակության վայրի վարչական շրջան։ Իրենք էլ ընդեղի նստած մասնագետը բնականաբար լիքը գործողություններ անում, հետո քեզ ասում է, որ հնարավոր չի ձեր երեխայի ծննդականը պետք է թվայնացվի։ Ինչ անենք, ասում է գնա ժողովրդի լեզվով ասած ԶԱԳՍ։ Գնում ես, պարզվում է այստեղի աշխատողը, որը քաղաքապետարանի ենթակայության է, իրանց կողմից համակարգվում է, քեզ ցրում է պարզապես, հավես չունի մի քանի րոպե տևողությամբ իր ամիջական գործառույթը կատարի եւ քեզ հորդորում է նորից բռնել թվայնացման այսպես կոչված ճանապարհը, դիմել այս անգամ Արդարադատության նախարարության ՔԳԱԿ ծառայություն։ Այստեղ արդեն պիտի սպասես 10 օր, 10 աշխատանքային օր, որ երեխայի ծննդականի թվայնացման մի քանի րոպեանոց աշխատանքը, որը իրենց պարտականությունն է, կատարեն։ Մեկը մեկի վրա է գցում, ասում է մերը չի, մենք օգնում ենք եւ այլն, սրանք այլ հարցեր են, իդեպ ասեմ բոլոր պատասխանատուներին տեղեկացրել եմ մանրամասներով։ Իսկ հիմա ամենակարևորը այս գործընթացում քաղաքացիներին ակնհայտ սուտ տեղեկատվության հիման վրա խաբելու, քաղաքացուն գցելու մասին։ Վարչական շրջանի պետպատասխանատուն, որ այնտեղ նստած է, իբրև խնայողական տարբերակ հաշվարկներ բերելով գովազդում է 7200 դրամանոց փաթեթը, որը իբրև թե գործում է 45 օր տևողությամբ։ Սակայն գնում ես այդ փաթեթը, փողը տալիս ես, վճարում ես ի վերջո եւ պարզվում է, որ ոչ թե 45 օր է, այլ այդ փաթեթը գործում է ընդամենը 30 օր։ Հետևաբար ամսեկան 21-22 աշխատանքային օրերին ձեր երեխան այս փաթեթով, որը ձեզ խաբել են, դպրոց գնալու եւ գալու մեկ ուղևորության համար պիտի վճարի 165 դրամ, հնարավոր 150 դրամ մեկանգամյա ուղևորափոխադրման փոխարեն։ Փաստորեն 20% արտոնություն ստանալու համար այդքան ջանք, ժամանակ ծախսելու արդյունքում ձեռք ես բերում մի փաթեթ, որը հիմքում խաբել են քեզ եւ այդ փաթեթով ուղևորափոխադրությունը ոչ թե 20%-ով էժանա, այլ եղածից էլ 10% թանկ։ Սա է իրականությունը եւ հիմա էլ փաստորեն նոր խոստումներ, այս անգամ արդեն երկրորդ քաղաքում, Գյումրիում։ Շնորհակալություն։ Աննա Մկրտչյան, համեցեք։ Հարգելի հայրենակիցներ, ավելի նվաստացուցիչ ձևակերպում, քան Հայաստանը գնում է համարձակ զիջումների, հնարավոր չէր պատկերացնել։ Նույնիսկ դիվանագիտական լեզուն չի բավարարել, որպեսզի թաքցվի այս ստորացումը։ 7 տարի է, ինչ իշխանազավթները կան, 7 տարի եւ ոչ մի տարի չի անցել առանց զիջման եւ առանց կորստի։ Ասել է թե փոքրիկ ինքնիշխանը հանձնում է, զիջում է ամեն ինչ։ Հարգելի քաղաքացիներ, ձեզ այդ նոր զիջումների պատրաստվող փաստաթղթին ծանոթանալ էլ պետք չի պատկերացնելու համար, թե ինչ մեծ նոր դավադրություն է պատրաստվում Հայաստանի դեմ։ Ճիշտ է, հայ ժողովրդից գաղտնի են պահում այդ թղթի պարունակությունը,